Նախ միջև երևույթից սկսել եմ մի հատ բավարարությունից, ուրեմն անցած նիստի ժամանակ, երբ որ այս իշխանությունները էլի թախան դահլիճից, ուրեմն հաղթնելուց առաջ այս ամբիոնից հային ոչ հարի արտահայտություն հնչել, ավելի ճիշտ տեղանուն հնչել մեր երկրորդ հանրապետության մասով, այնտեղ մայրաքաղաքի անունը նշվել է ադրբեջանական տարբերակով, նշվել է Ալիևի բառերով, բառապաշարով։ Ուրեմն պարոնայք եւ տիկնայք ԿՊԱ-ականներ, ճիշտ է, ձեր քաղաքական ուժին հարիր է մեր երկրորդ հանրապետության որոշակի տեղանուններ, ասեք, մեծ ոնց որ ասում է Ալիևը, դա նաև անում է ձեր քաղաքական թիմի առաջնորդը։ Ես դրա համար հիմա այս մասում կփակցնեմ, ուրեմն կփակցնեմ Արցախի դրոշը։ Հակառակը։ Եվ նոր շարունակել իմ խոսքը։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը եւ հիմա ինչ է ուզում անի, ուզում է սահմանադրությունը փոխի, որպեսզի վերջնականապես մոռացվի Արցախը, ուզում է հռչակագիրը, ուրեմն մոռացության տա հանի պատմությունից հռչակագիրի մասին, ուրեմն կամ հռչակագիրի հղում չանելով սահմանադրության մեջ։ Հիմա բուն այն ինչ որ պետք է ասեմ։ Ուրեմն սրանից 2-3 ամիս առաջ մենք մի հարցի մասին բարձրաձայնեցինք, որին պատասխան չեղավ, դրա փոխարեն կայքից հեռացվեց այն ինֆորմացիան, որի մասին բարձրաձայնել էինք։ Սիրելի երևանցիներ, խոսքս վերաբերվում է Երևան ԿՏՄ կայքին, Երևան ԿՏՄ-ը դա Երևան քաղաքի պաշտոնական կայքն է, այդ կայքը ունի 3 լեզու, հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Այդ կայքում ուրեմն մի հատ բաժին կա, որը տրանսպորտի մասին է, տրանսպորտին է վերաբերվում։ Այդ տրանսպորտի բաժնում կա ինֆորմացիա Երևան քաղաքի տրանսպորտի մասին, այսինքն եւ ուրեմն ավտոբուսների, ավտոբուսների եւ մնացած ուրեմն տեխնիկայի մասին եւ ուղևորող հոսքի մասին։ Ուրեմն այդտեղ մի հատ ինֆորմացիա կա, որը այս իշխանությունները չեն ջնջել եւ այդ ռուսերեն տարբերակով մոռացել էին ջնջել, հավանաբար պահել էին, իսկ հայերեն տարբերակով 21 թվականի ինֆորմացիա։ Ուրեմն 19 թվականի ինֆորմացիա է ռուսերեն տարբերակով, որտեղ գրված է, որ 19 թվականին Երևան քաղաքում եղել է 84.300.000 ավտոբուսային ուղղера փոխադրում եւ 85.300.000 միկրոավտոբուսային ուղղера փոխադրում, 5.200.000 է տրոլեյբուսային ուղղера փոխադրում։ Գումարայինով 174.800.000։ Ուրեմն 174.800.000 տարեկան կտրվածքով, օրեկան կտրվածքով անում է 478.479.000 ուղղера փոխադրում։ Հիմա տեսեք 19 թվական, երբ որ ամբողջ գանձումները կատարում էր կանխիկ, երբ որ իրանց ասելով վարորդները գողանում էին, այդ ժամանակ 479.000 դոլարով ֆիքսվել է։ Եվ 19 թվականից հետո այս իշխանությունների բերած փորձանքից մեր երկրորդ հանրապետությունը կորցնելուց հետո Արցախահայությունը արտագաղթել է Երևան նաև եւ օգտվում է հանրային տրանսպորտ, այսինքն տեսականորեն ուղևորող հոսքը շատացել է։ Բայց այս մարդիկ 2025 թվականի գործակալ կառավարականներում զեկուցում են, ուրեմն 200.000, 230.000, 250.000, այս անգամ 270.000 ուղղера փոխադրման մասին։ Պարոնայք եք տիկնայք, բա ուր են 250.000 ուղևորները։ Ինչ եղան։ Այստեղ երկու պատասխան կա, կամ դուք այդ գումարը գրպանում եք, կամ մարդիկ բոյկոտում են։ Որոշեք դուք գիտեք, որ երրորդ տարբերակ չկա։ Հաջորդը, երբ որ խոսում ենք տրանսպորտի թանկացումից եւ ասում ենք, որ տրանսպորտը թանկացել եք, իրենք արդարացնում են, ինչ ասում են, նոր շարժակազմեր եք գրել, դրա համար թանկացնում ենք։ Այստեղ բանալի բառը նորն է։ Երբ որ մի բանը նոր է լինում, մի ապրանքը նոր է լինում, դա չի կարող ունենալ ավելի շատ ծախս, քան հինն է։ Հիմա այս մարդիկ ասում են նոր եք բերել, թանկացեք, բայց այդ դեպքում այդ տրամաբանությամբ պետք է հինը ավելի շատ թանկ լիներ, քան նորը։ Իսկ դու բերել եք նոր տրանսպորտը, ուրեմն այս դեպքում էլի երկու պատասխան կա սրան, կամ այդ շարժակազմերը նոր չեն, հին են, կամ ռուսերեն ասած բռակ են, այսինքն քոտանված են։ Չգիտեմ, դա էլ որոշեք ինքներդ։ Եվ ամենավերջում այս հարցը պետք է ես տայի Տիգրան Ավինյանի ներկայությամբ,
բայց քանի որ Տիգրան Ավենյանի տեղականները այստեղ չեն, Վարչության պետի տրանսպորտի այստեղ չի, ես այս հարցը ուղղում եմ իրավապահ մարմիններին։ Հակակոռուպցիոն կոմիտե կլինի, քննչական կոմիտե կլինի, դատախազությունը կլինի։ Ուրեմն ամսի 17-ին, ապրիլի 17-ին, ուրեմն 54-53 դե Պետհամարային ժողովրդոն Մակնիշի ավտոբուսի վարորդը, 7 համարի ավտոբուսի վարորդը, քաղաքացու կնոջը, որը վճարել է այս իշխանությունների դրած 150 դրամը, իջեցրել է ավտոբուսից, զորով իջեցրել է ավտոբուսից քաղաքացու արցախցի լինելու պատճառով։ Հիմա պարոնայք իրավապահ մարմիններ, հիշեցնեմ ձեզ, որ դուք մոտավորապես նման հոդվածով Արմեն Գրիգորյանին տարակ, ձերբակալեցիք, կալանավորեցիք ու դատարանում, այստեղ ես բազմակետեր կդնեմ։ Այս հարցով ես պահանջում եմ, որպեսզի զբաղվեք եւ այդ ատելության մթնոլորտը, որ սերմանում են արդեն վարորդների միջոցով, սա կանխեք։ Արցախցիների հանդեպ ոչ մի ձևի ատելություն չպետք է տարածվի, չպետք է քարոզվի, չպետք է սերմանվի ոչ մի տեղ։ Դա կլինի տրանսպորտում, փողոցում, պետական կառույցներում եւ գնացած այլ վայրերում։ Հենց որ այս հարցով զբաղվեք ու այս ատելության մթնոլորտի դեմ նավեք։ Այսքանը շնորհակալություն պարոն Գորյանը։